Բարի լույս։ Անիկ ինչ երկար եմ քնել, ինչի շուտ չես արթնացրել։ Դա երեք այդքան է լավ չէի զգում քեզ, մտածեցի մի փոքր ավելի երկար քնես։ Ինչի, ինչ ա եղել, որ երեք։ Ինչ եք այդպես իրար նայում, ինչ-որ բան ա եղել երեք։ Չէ, առանձնապես բան չէ, պապ ջան։ Ուղղակի մի քիչ լավ չէր, բայց նորմալ է ամեն ինչ։ Հա, հիշում եմ ինչ-որ խոսում էինք, հետո ինչ-որ ուզում էինք քնել, հետո մղձավանջներ, հիմա էլ գլխացավով արթնացել եմ։ Այդ երևի լավ չես քնել դրանից է, պապ ջան։ Սոն մեր համար թեյ կբերես։ Ես Արմոնով է բա։ Բակում աշխատում եմ։ Ռամ, այսօր հետս պիտի օֆիս գաս։ Այսօր չեմ կարա, պապ, մի քիչ գործեր ունեմ ուրիշ։ Այդ տղա ջան, ես էլ երբ քեզ ասի պիտի օֆիս գաս, ինչ-որ մի պատճառ հորինում ես։ Այդ օֆիսը մենակ իմն է։ Դու էլ ունես չէ ամակ օֆիսի վրա, արած դրածը քով է։ Հետո դու ես շարունակողը այդ գործի։ Սա քո ես կավա դու էլ չգնաս այսօր։ Ինչի անիկ։ Դե ուղղակի ես քանի օր այդքան է լավ չես ու ծանրաբեռնված ես։ Մտածեցի ավելի լավ է տանը մնաս։ Անիկ, հիմա դու ինձ պիտի ուղղություն ցույց տաս։ Ուղղություն չեմ տալիս, բայց Էլ ոչ մի բայց։ Լավ, ժողովուրդ։ Եկեք սենց անենք։ Ապրես, Սոն ջան։ Ես սկզբից կգնամ օֆիս, օֆիսի գործերը կանեմ կվերջացնեմ, հետո կգնամ իմ գործերին։ Բայց դու օֆիս չես գա, պապ։ Այդ տղա ջան, գլխացավ է, հո անկողնային հիվանդ չեն։ Քիչ առաջ բողոքում էիր, որ ոչ մի գործ չեմ անում այդ օֆիսում։ Լավ չի։ Հա, լավ, համաձայն եմ։ Ինչ մարդիկ եք դու։ Հալո։ Արմո ջան, բարի օր։ Բարև Կամո ջան։ Արմո ջան, գիտեմ, որ Ադամյանի գործերով դու ես զբաղվում։ Դրա համար էլ քեզ եմ զանգել։ Ճիշտն ասած, Ադամյանի հետ կապնվել չի լինում։ Մեր պայմանագրի համար պիտի հանդիպեինք։ Օր պիտի նշանակեք։ Ոնց կազմակերպենք այդ հարցը։ Կամո ջան, պայմանագրի հետ կապված պետք է սպասեք դուք։ Ինչի խնդիրներ կա։ Կարող է փոշմանելեք։ Չէ, ձեր մասով ոչ մի խնդիր չկա։ Հիմա պետք է սպասեք։ Հարցերի դեպքում ինձ զանգի։ Եղավ Արմո ջան, դե կսպասեմ զանգիդ։ Ինձ էիր սպառնում Սոքո։ Դե հիմա կտեսնես ինչ է նշանակում Արմայի դեմ դուրս գալ։ Ինչ որ ուզել էիր արդկել եմ։ Ապրես։ Դու երբ ես դուրս գալու։ Հիմա Սոն, սկզբից կգնամ օֆիս, հետո կգնամ հորքուրի մոտ։ Իսկ որ դուրս գաս ինձ ճանապարհին կիչեցնես, ես Լիլիթի հետ եմ պայմանավորված։ Հա, բա ոնց չեմ իջեցնի։
Սոն ինչ եղավ։ Ոչ մի բան։ Հաստատ։ Հա, հաստատ։ Վրամ ես գնամ ջուր խմեմ, կամ գնանք, հա։ Գնա։ Էլի դու։ Եկել եմ ջուր խմեմ, Սոն ջան։ Ինչ որ խնդիր կա։ Նոր դու էիր, չէ՞ մեր ննջարանի մոտ։ Ով ես։ Չէ, Սոնա ջան։ Արմո չեմ հասկանում, ինչից ես սենց վախեցած։ Ես եմ վախեցած։ Քեզ նայի տես ոնց ես լարվել։ Բայց ոչինչ, ես կհասկանամ ինչն է պատճառը լարվելուդ։ Չէ, դու գլխիդ հետ խնդիրներ ունես։ Նստի։ Այսօրն ինձ համար ամենազգացմունքայիններից է, դրա համար եմ ինձ թույլ զգում։ Մի տեսակ քեզ նման չես։ Հնարավոր է։ Կամ էլ գուցե հենց այսպիսին եմ ես։ Գուցե այդ խիստ կնոջ կերպարի տակ են անօգնական աղջիկն է թաքնված ու պաշտպանություն է փնտրում։ Գիտես, ես պատրաստ եմ ընդունել կյանքի բոլոր մարտահրավերները, պայքարել ու հաղթել, բայց երբ հարցը երեխայիս է վերաբերում, ներսս կծկվում է, դառնում եմ մի բուռ ու չեմ կարողանում ինձ կառավարել։ Դա երեխեքը մեր բոլորի թուլությունն են։ Գիտես, ես չեմ մեղադրում այն մայրերին, ովքեր ինչ-ինչ պատճառներից ելնելով հրաժարվում են իրենց երեխաներից, որովհետև դրա իրավունքը չունեմ։ Ինչ պատճառով էլ անեն այդ քայլը, դա իրենց որոշումն է, բայց իմ դեպքում ստացվում է, որ ես հրաժարվել եմ իմ երեխուց ու ինքս էլ չեմ իմացել։ Երեխես իմ կյանքի միակ լուսավոր կետներ ու ինձնից խլեցին։ Հիմա երբ շատ քիչ է մնացել երեխուս տեսնելուն, ինձ կորցնում եմ։ Չգիտեմ ինչ մտածեմ, 18 տարեկանի պես վախենում եմ ու դողում։ Աղոթում եմ, որ այդ հարցման պատասխանները ի օգուտ ինձ լինեն, որովհետև այս պահին դա իմ վերջին հույսն է։ Իսկ սա քո հետ խոսել ես։ Մտածում էի այնտեղ գնալու մասին, բայց չեմ վստահում իրեն։ Հուսամ, որ ինձ չի վնասի։ Դե ուրեմն ժամոտ մի կորցրու, վեր կաց ու գնա։ Վերջ, գնացինք։ Վրամ պիտի խոսենք, որովհետև ես էլ չեմ դիմանում։ Ինչ է եղել։ Վրամ անընդհատ մտածում էի չխոսեմ այս մասին, որ ավելորդ խոսակցություն չլինի, բայց էլ չեմ դիմանում, նյարդերս չի հերիքում։ Հա, Սոնա, ասա տենամ ինչ է եղել։ Արմոն անընդհատ ինձ հետևում է։ Հա։ Հա, երդվում եմ, Վրամ։
Տան մեջ ստվերս է դարձել, ուր գնում եմ հայտնվում է։ Հեռախոսով եմ խոսում կամ նամակ եմ գրում, գլխավերևումս է հայտնվում։ Այսօր մեր սենյակի մոտ էր, իջա խոհանոց այնտեղ եկավ։ Ինձ թվում է խելագարվել է, որովհետև պոչս է դարձել։ Սոնա, ես հասկանում եմ, որ Արմոյի ներկայությունը տհաճ է քո համար։ Նենց է ինձ էլ հաճելի չի, որ ինքը ստեղ է։ Բայց այդ շատ քիչ է, որ մարդուն ու տենց բաների մեջ մեղադրես։ Վրան, բայց ես չեմ խաբում, ճիշտն եմ ասում, չես հավատում ինձ։ Սոնա, մի տան մեջ եք ապրում։ Ու նորմալ է, որ կարաք հանդիպեք իրար։ Ուղղակի համընկել է ամեն ինչ։ Վրան, ասում եմ, հետևում է ինձ, ուր գնում եմ հայտնվում է այդտեղ։ Սոնա, իմաստը ինչ ունի հետը։ Չգիտեմ, շարքային խելագար է։ Սոնա, Արմոն հրեշտակ չի, բայց մոլագար էլ չի։ Իսկ քո ասածները մոլագարի նկարագիր է։ Բարզա, չես հավատում ինձ։ Ոչ թե չեմ հավատում, Սոնա, այլ մտածում եմ, որ մի քիչ չափազանցնում ես, այդքան բան։ Իզուր էլ ասեցի, արի գնանք, հա։ Սակո այս 3 հաբը կես ժամից ուղիղ կխմես։ Հանկարծ ժամը չխառնես, լսում ես։ Ցեմ հոգնել այդ տեղերից։ Գիտեմ, Սակո ջան, բայց մեկը պիտի խմես ու չմոռանաս, որ պիտի պարկես դրանից հետո։ Գիտեմ, Մոնիկ։ Արդեն անգիր եմ արել։ Ես Նարեի հետ դուրս եմ գալիս, գնանք մի քիչ քայլենք, հետո էլ մի քանի գնումներ ունենք անելու։ Եթե ինչ-որ մի բան պետք լինի, կզանգես, լավ։ Նենց եմ նյարդայնանում ես քո բնավորությունից։ Անիկ, առաջին անգամն եմ տանը մենակ մնում։ Հետդ խոսել չի լինում։ Պատրաստ ես, մամ։ Գնացինք։ Դեցակո, ոնց ես։ Ինչ է եղել Արմասը։ Օֆիս եմ գնում, կարող է գաս դեցակո։ Չէ, ես այսօր կմնամ տանը։ Բայց լավ ես քեզ զգում։ Լավ եմ, Արմո։ Լավ եմ։ Ունենց տպավորություն է, որ բոլորդ ուզում եք, որ ես վատ լինեմ, ծանր հիվանդ պարկած լինեմ։ Չէ, դեցակո, տենց բան չկա։ Թող, Արմո, թող։ Կներես դեցակո։ Մի քիչ կարաս զգոշ լինես։ Հետո էլ նեղանում ես, թե փաստաթղթերի մեջից անունդ ինչի համար ենք անել։ Գնամ քո համար ջուր բերեմ։ Չեմ ուզում։ Շնորհակալ եմ, քեզնից ոչ մի բան չեմ ուզում։ Դեցակո, դեղերդ խմելու ժամն է, պետքա խմես։ Լուրջ ես ասում, Արմո։ Հա։ Կլինի դու ոչ մի բառ չխոսես, ոչ մի բան չասես ինձ, կլինի։ Օֆիս չէիր գնում, գնա։ Գնա էլի, գնա։ Ինչ մի
սրտացավ վերաբերմունք։ Բան չմնաց, Սաքո։ Ինչ ես արել, որ իմ մաման ու տատիկը քեզ ավելի շատ են սիրում, քան ինձ։ Որովհետև մամատ ու տատիկդ ճաշակով կանայք են։ Դու էլ նենց ամենահամեստ տղամարդն ես։ Հաբա։ Այդ դու ես, որ չես գնահատում։ Ես։ Հա։ Ես քեզ սիրում եմ, ինչա որ չես կարող ասես։ Դու ինձ ծանր ես, հա, տանում։ Հա, Լիլի, տենց ծանր եմ տանում։ Լավ, հեսա Սոնան կհասնի, բայց չգնաս։ Նենց չի, որ դուք առաջին անգամ եք հանդիպում, էլի եք հանդիպել։ Ու ես տեսնում եմ, որ դու դեմքի տարտայտությունը միշտ փոխում ես, երբ իր անունը տալիս եմ։ Մեկա Լիլիթ, ես չեմ կարող մոռանամ Սոնայի արածը։ Էլ չսկսես, հա։ Համ էլ սա առիթ է, որ ամեն ինչ կարգավորվի։ Դուրնա։ Չեմ հասկանում, բացող չկա։ Բարև Սաքո։ Բարև։ Ես սրճարանում ես պայմանավորված Լիլիթի հետ։ Հա։ Սոնա ինչա կատարվում հետդ, ինչի ես նեղացել։ Ամբողջ ճանապարհին ինչքան հարց տվեցի, շատ կարճ ու կոնկրետ պատասխանեցիր։ Ամեն ինչ նորմալ է։ Նենցա ոնց պետքա լիներ։ Ասելու տոնից ամեն ինչ շատ լավ երևաց։ Եթե Արմոնա խնդիրը, կասեմ քեզ տեսնելուց ճանապարհը կփոխի։ Չէ, ընդհանրապես պետք չի Արմոյի հետ խոսալ։ Արմոն ինչ ա արել, որ։ Սոնա ձեռ ես առնում։ Տանը լրիվ ուրիշ բան էիր ասում, եկել ենք ստեղ լրիվ ուրիշ բան ես ասում։ Վրամ ես շատ լավ հիշում եմ, թե ինչ եմ ասել ու նաև հիշում եմ այն, որ դու ինձ չհավատացիր։ Ես մտածում եի քեզ ոչ մի բան չասեմ, որ ավելորդ խնդիր չստեղծեմ, բայց ստացվում է հենց սկզբից էլ կարայի քեզ ամեն ինչ ասեի, մեկը չես հավատալու։
Սոնա ես էլ եմ այդ տան մեջ ապրում։ Ու այսքան ժամանակ ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել։ Արմոն աչքիս լույսը չի, բայց ես գնամ կանգնեմ դրա դեմը ինչ ասեմ, հա, դու ինձ ոչ մի կոնկրետ բան չես ասել։ Ինձ հետևելը կոնկրետ բան չի։ Սոնա որտեղ է հետևել տան մեջ։ Հա, Լավ էլի Սոնա։ ես չեմ հասկանում, ինչ ես նորից այս թեման բացում, եթե մեկը չես հավատալու ինձ։ Որովհետև շատ լավ գիտեմ ինչի ես ընկած Արմոյի հետևից։ Արմոին դու միշտ էլ չես սիրել, ու որ իմացար Նարեի հղիության մասին, իմացար որ Արմոնը այդ երեխուն հերություն անելու ավելի սրվեցիր, ու շնչած օդն էլ վրետ ազդում է։ Հա, տենց էլ կա։ Բայց իմ ասածը քո ասածի հետ կապ չունի։ Չէ, լուրջ Սոնա։ Հա, շատ լուրջ վրամ։ Իչի էլի, ես արդեն ներվայնանում եմ։ Ու կիչնեմ։ Վերջացնես կզանգես կգամ հետևիցդ։ Եղավ։ Ոնց հասկացա տանը մենակ ես, թե չէ, այսպես վստահ չէիր թողնի, ներս գայի։ Ինչի համար ես եկել։ Հավատա, ինձ համար էլ հաճելի չի այստեղ ներկա գտնվելը, բայց եկել եմ խոսենք։ Գիտեմ զարմանալի կլինի քեզ համար, բայց չեմ եկել վիճելու։ Ինչի ես ու դու խոսելու բան ունենք։ Եթե հարցն ինձ համար անասելի կարևոր չլիներ, հավատա երբեք ու ոչ մի պարագայում ես չէի գա այստեղ։ Այս պահին կարևորա այն ինչի համար եկել եմ, ոչ թե իմ ու քո թշնամանքը։ Ոնց որ թե գլխի եմ ընկնում ինչի համար ես եկել։ Ու քեզ ինչ ա տևում։ Ես ինչ պիտի անեմ, ինչ ես ակնկալում։ Այսինքն հարցման թուղթն արդեն քեզ ուղարկել են։ Ուղարկել են։ Ու ինչ ես պատրաստվում անել։ Չես կուշակում։ Սակո, դու ինձնից այնքան բան ես խլել, որ հիմա իրավունք չունես խլելու այն, ինչն ինձ համար ամենաթանկն է։ Այն, որ իմ երեխեն հիմա կողքիս չի, դրանում դու քո մեղքի մեծ բաժին ունես։ Իմ կյանքի բոլոր դժվարությունները քո պատճառով են սկսել ու դու հիմա պիտի գոնե մի ճիշտ քայլ անես իմ հանդեպ։ Ու որն է այդ ճիշտ քայլը։ Խափեմ քեզ, ասեմ իբր դու իդեալական ես, հա, ու դու դրանով փորձես հետ բերել քո երեխուն ու իմ երեխեքին ինձնից խլես։ Քո երեխեքը վաղուց հասուն մարդիկ են ու իրենք են որոշում, թե ինչ անեն։ Ունեն աչք ու տեսնում են ով ով է ու ինչ է անում։ Այնովն այդ ինչ ներկայացում խաղացիր ստեղ, որ ես էլ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Հետո էլ ասում ես ունեն աչք, տեսնում են։ Լալա, քեզնից լավ ինձ ոչ ոք չի ճանաչում, ու ինձնից լավ քեզ ոչ ոք չի ճանաչում։ 1000 տարի էլ անցնի, մեկը ես ու դու անգիր գիտենք մեկս մյուսիս։ Չես ակո, դու ինչ չես ճանաչում։ Ես վաղուց այն խեղճ աղջիկը չեմ, ում դուրս շպրտեցիր ու անտեր թողեցիր։ Ես այն աղջիկը չեմ, ով թույլ կտա իր ինքնասիրության ու պատվի վրա ոտքերը սրբեն ու անցնեն։ Կյանքն ինձ այնքան է փոխել, որ երբեմն անգամ ինքս ինձ չեմ ճանաչում։
Բայց հիմա չեմ եկել այստեղ ինձնից ու քեզնից խոսելու, դրա համար անցնենք բուն թեմային։ Մամ, օրինակ այդ մի գույնից շատ դրեք, հա? Քեզ չէ? Քալի չէ։ Չէ, շատ սիրուն էր։ Չօգնեցիր Նարե ջան։ Ուզես տուն գնանք։ Չէ, մամ, չեմ ուզում։ Տուն չես ուզում գնալ, թե Արմոին չես ուզում տեսնել։ Նարե, բա հետո ինչ ես անելու։ Արդեն ոչինչ չենք կարող փոխել։ Օրենք է առաջ ամուսիններ եք։ Մի ամբողջ կյանք միասին պիտի ապրեք։ Անեցքի պես է հնչում, գիտես, մի ամբողջ կյանք պիտի միասին ապրեք։ Հա, բայց պիտի սովորես, ընտելանաս։ Ես ու հայրդ հավերժ չենք լինելու։ Վրամն էլ իր ընտանիք ունի, շուտով ինքն էլ բալիկներ կունենա, ու տունը փոքր կլինի։ Մի օր Արմոյի տուն պիտի տեղափոխվես, չէ՞։ Ավելավ արդեն հիմա սկսես աշխատել ինքդ քո վրա։ Ես սարսափում եմ այդ օրից։ Չնայած ավելի շատ սարսափում եմ այն մտքից, որ իմ երեխան Արմոին պիտի պապա ասի։ Իսկ եթե Հայկին ասի պապա, չես սարսափի։ Հետ էլ մի մղձավանջն անար է։ Մամա, Հայկից ով խոսաց։ Ես Արմոյի անունն եմ տալիս, ես Հայկից ոչ մի բան չասեցի քեզ։ Նկատել ես, որ հայրդ մի տեսակ լարված Արմոյի հանդեպ։ Առաջվա պես չի, Արմոն էլ այդ զգում է։ Դե որովհետև պապան սկսել է հասկանալ, թե ով է։ Ինչ-որ բան կա, որ ինձ չես ասում։ Նարե։ Սոնան ուշանում է, կաղա փոշմանել է։ Նոր պատրաստվում էիր փախներ, հիմա ժամերն ես հաշվում որ գա։ Չէ, ուղղակի ուշանում է։ Այսինքն ուշանում եմ։ Նենց հետաքրքիր է ինչից ես ուշանում։ Դու ազատ գրաֆիկով ես աշխատում, ոչ էլ գործատուներդ քեզ ինչ-որ բաներ են ասում, ոչ էլ գործնական հանդիպում ունես շատ կարևոր, ինչից ես ուշանում, նենց հետաքրքիր է։ Բարև ձեզ, շատ եմ ուշացել։ Չէ, ճիշտ ժամանակին եկա։ Փրկեցիր աղբորդ։ Ինչից։ Ինձանից ու իմ հարցերից։ Ես ամեն ինչ կանեմ, որ կազմակերպեմ դուք շատ իրար հանդիպեք, որ ձեր միջի սառույցը կոտրվի։ Լավ, ուշ է, ես գնացի։ Միքո, Ինչ։ Լիլ, պետք չի։ Ձեզ բարի ժամանց։ Շնորհակալ եմ։ շատ չոբանն է աղբերդ։ Չնայած իմ դասերը մի քիչ փոխել են, ասա, չէ՞։ Լավ, արի գնանք սրճենք, ես տեղ եմ պահել, որ մեր սիրելի թխվածքից ուտենք։ Դու հանգիստ կուտես, ես էլ Միքոյի մասին կմտածեմ։ Միքոյն էլ դու կուտես։ Արի գնանք։ Արե, ինձ թվում է ինչ-որ մի բան կա, որ դու ինձ չես ասում։ Արմոն ինչ-որ մի բան ասել է կամ արել է, որ ես չգիտեմ։ Չէ, մամ, ոչ մի բան։ Հաստատ։ Մամ, քեզ թվում է ես պիտի Արմոյին պաշտպանեմ։ Ոչ մի բան չկա։ Գնանք մի բան ուտենք։ Չէ, արի արդեն տուն գնանք։ Չեմ ուզում հորդ երկար ժամանակով մենակ թողնել տանը։ Արի գնանք մի բան ուտենք, հետո կգնանք տուն, էլի։ Յա։ Վերջին շրջան չեմ հիշում, որ դու ցանկություն հայտնես ինչ-որ մի բան ուտելու, ոնց կարող եմ քեզ մերժել։ Մի բան ասեմ։ Ասա բալիս։ Ես երբեք չէի մտածի, որ դու այս երախուն կընդունես ու կսիրես։ Հիմա զգում եմ, որ դու սիրում ես այս երախուն։ Վրամը
հետս բառ չի փոխանակում, հայացքը անընդհատ փախցնում է։ Իրեն տարօրինակ է պահում, papan հետս չոր է, կոպիտ է, մեկ-մեկ էլ առհամարում է, բայց դու Ես ինչ։ Դե ես զգում եմ, որ դու սիրում ես այս երեխան։ Ամենաշատը դու ես հետս կռիվ արել, որ ես Հայկից հրաժարվեմ։ Ամենաշատը դու ես ինձ մեղադրել Հայկի հետ լինելու համար։ Բայց հիմա ես զգում եմ, որ դու թիկունք ես իմ համար։ Ու ես գիտեմ, որ դու աշխարհի ամենալավ տատիկն ես լինելու։ Ուզվեցին արել։ Այս երեխեն ոչ Հայկինն է, ոչ Արմոյին է։ Այս երեխեն քոնն է, իմ Նարեին է, բալես։ Բացի դրանից, այս անմեղ հրեշտակը ինչ մեղավոր է, որ ամբողջ աշխարհը կեղտի մեջ է թաղված։ Կամ ինչ մեղավոր է, որ միջև իր ծնվելը բոլորս իրար թշնամի ենք դարձել։ Այս երեխեն իմ իսն ու Արունն է, քո մասնիկն անարել։ Ոնց կարող եմ չսիրել։ Հայրդ ու Վրամն են սիրում։ Ուղղակի տղամարդկանց դեպքում մի քիչ ուրիշ է։ Այ կտեսնես, հենց այս հրեշտակը ծնվի բոլորին իրանով անելու։ Չգիտեմ, այնքան եմ վախենում, որ չեն ընդունի երեխոս ու չեն սիրի։ Դժվար է, աղջիկ ջան։ Ես վստահ եմ, այս երեխեն որ ծնվի, բոլորին իրանով անելու ու լիքը բան է փոխելու, այ կտեսնես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ ձեզ։ Մեզ։ Ձեզ։ Ախ, բարես։ Ես սիրում եմ ձեզ անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ ես ամենը sense չպիտի լիներ։ Մեկը սիրում եմ, բարկանում եմ, բայց շատ եմ սիրում, շատ։ Սա քո Աստված քեզ հնարավորություն է տվել իմ հանդեպ գործած մեղքդ ինչ-որ չափով քավելու։ Որքան էլ որ դու ուրիշների աչքում փորձես ինձ մեղավոր դարձնել։ Մեկը երկուսս էլ հասկանում ենք, որ քո մեղքի չափաբաժինը անհամեմատ ավելի մեծ է, քան իմը։ Ես ոչ մի վատ բան չէի արել։ Հա, սիրել եմ Աշոտին ու քեզ ասել էի, որ պիտի գա ու խոսի հետդ, բայց քո անելիքն արդեն արել էիր։ Ինչքան էլ դու փորձես բոլորի առաջ անմեղ ձևանալ ու քեզ հանգիստ պահել, մեկը ես գիտեմ, որ մեղքը կրծում է հոգիդ։ Ու ես չեմ եկել այստեղ քեզ ինչ-որ բան խնդրելու, որովհետև սա լավություն չի, որ դու պիտի ինձ անես։ Պարտք է, որը պիտի անես հոգիդ փրկելու համար։ Աստված իմ։ Ես ինչ ես խոսում։ Դու այս տեքստը երկար էիր մշակել, որ գայր այստեղ արտահայտվեիր։ Հա։ Լալա, ես ոչ ոքի առաջ ոչ մի պարտք չունեմ։ Ինչ արել եմ, լավ եմ արել, ճիշտ եմ արել։ Թող քեզ չթվա, ես Նարեն եմ կամ Վրամը, որ եկել ես ուզում ես ինձ էլ գցես ազդեցությանը տակ։ Ինձ համար լրիվ միևնույն է, ինչ կլինես, ինչպես կդասավորվի կյանքդ։ Սակո ես քո պատճառով եմ դռնեդուռ ընկել։ Ոյ։ Ես քո պատճառով եմ ամեն ինչ կորցրել։ Հիմա մենակ իմ երեխուն ունեմ։ Ու դու իրավունք չունես խանգարելու այն հարցին, որ ես կարողանամ իրեն հետ բերել։ Ուշադիր ինձ լսի, ես քեզ չեմ խնդրում։ Ես պահանջում եմ, որ դու չխանգարես այն գործընթացին, որի միջոցով պիտի երեխուս հետ բերեմ։ Լսեցի՞ր։ Պահանջում ես։ Քեզ համար նորմալ է, որ գաս մտնես տունս ու ինձնից ինչ-որ բան պահանջես։ Հա, լալա։ Երբ հարցը հասնում է երկուսիս, առհասարակ ոչ մի բան չի կարող նորմալ լինել։ Լավ։ Արի ուրեմն փոխադարձ համաձայնության գանք։
Ես կգրեմ նկարագիրը ոնց որ պետք է։ Քեզ իդեալական կնոջ կերպարով կնկարագրեմ։ Կգամ դատարան, կխոսեմ հոգոտ քեզ, եթե պետք լինի։ Բայց դրա փոխարեն դու հանգիստ ես թողնում իմ երեխեքին։ Իրերդ հավաքում ես ու ինչքան հնարավոր է հեռու ես գնում։ Մոռանում ես Հայաստան բերող ցանկացած ճանապարհ։ Ես կօգնեմ քեզ, հետ բերես երեխուդ, բայց դրա դիմաց դու պիտի հանգիստ թողնես ինձ, իմ երեխեքին ու իմ ընտանիքը։ Որոշի։